Լոռու մարզում բացահայտվել է հանցավոր խումբ, որն ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելով նախապատրաստել է սպանություններ, իրականացրել է ավազակային հարձակումներ և բնակարանային գողություններ։ Սա հերթական քրեական բացահայտումը չէ, սա համակարգային խնդրի ահազանգ է, երբ մարդկանց վեճերը չեն լուծում պետական ինստիտուտները, առաջանում է դատարկություն, որը շատ արագ լցվում է ստվերային ուժերով։ Այս բացահայտումը ցույց է տալիս, թե ինչի է վերածվում իրավական համակարգի խափանումը, հանցավոր խումբ, ապօրինի զենք, սպանությունների նախապատրաստություն, թմրանյութերի շրջանառություն, մասնակցություն քրեական ենթամշակույթ կրող խմբավորումներին։ Սրանք պատահական դրվագներ չեն, այլ փոխկապակցված շղթա։ Փորձը ցույց է տալիս, երբ դատարանը ձգձգում է, քննությունը թուլանում է, իսկ անպատժելիությունը դառնում է սովորույթ, վեճերը սկսում են լուծվել ոչ թե օրենքով, այլ ուժով, ստվերային, այսպես ասած, հասկացություններով։ Պատասխանը սրան կարող է և պետք է լինի միայն համակարգային, պետք է լինի ուժեղ քննություն առանց ընտրողականության և անձերի տարբերակման, արագ և անաչառ դատարան առանց որևէ արտաքին ազդեցության և միջամտության, ապօրինի զենքի նկատմամբ զրո հանդուրժողականության և ոչ թե ձևական հայտարարություններ և հանձնառություններ, այլ հետևողական, արդյունք տվող պայքար քրեական ենթամշակույթի, գողական աշխարհի դեմ, որ մարդիկ իրենց խնդիրները լուծեն իրավական դաշտում, որ անվտանգությունը կախված չլինի կապերից կամ վախերից, որ պետությունը վերականգնի իր բացառիկ դերը որպես վեճերի լուծման միակ լեգիտիմ ուժ։ Սա անվտանգության մասին է, սա պետության մասին է։